Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք միացել եք Գործարար ալիքին, մեր եթերում շարունակում ենք պաշտոնականից դուրս հաղորդումների շարքը, որը մենք իրականացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ։ Այսօր տաղավարում աշխատում է Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն է Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության մաքսային գործառնությունների սպասարկման թիվ 5 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նարինե Մալաքյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր տաղավարում եք։ Շնորհակալություն ձերի համար։ Ձեր ոլորտը մեր հանրության գրեթե 90%-ի երևի այդպես թվերով որ ասեմ, իրենց հետ է առնչվում ֆիզիկական անձանց, ովքեր տարբեր երկրներից փորձում են իրենց անձնական օգտագործման համար ապրանքներ բերել կամ իրեր։ Խոսենք այդ մասին, թե որն էր պատճառը, որ Պեկին ստիպեց ավելի գնալ թվայնացման դաշտ, ավելի գործողություններ համատեղել մի դաշտում, այսինքն քաղաքացուն հնարավորություն տալ, որ այստեղից այնտեղ չգնալ, ձևակերպումները ավելի արագ լինել։ Խնդրեմ այդ մանրամասները մեզ ներկայացնեք։ Այո, մաքսային շարունակական բարեփոխումների գործընթացում Պետական եկամուտների կոմիտեն բարելավել է ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացը հետևյալ կերպ. Եթե մինչ 2025 թվականի հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծված բեռնափոխադրող ընկերությունների կողմից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների համար քաղաքացիները նախ այցելում էին տվյալ պահեստ, որտեղ ժամանել են իրենց ապրանքները բեռնափոխադրող ընկերություններից ուղղակի փաստաթղթերը վերցնելու համար, այնուհետ այցելում էին Ծովակալեսակով 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ, որպեսզի ձևակերպեն տվյալ ապրանքները, ապա նորից այցելում էին մաքսային պահեստ արդեն փաստացի ապրանքները վերցնելու համար։ Այսուհետ հոկտեմբերի 1-ից 2025 թվականի բարեփոխումների արդյունքում այլևս տարբեր վայրեր այցելելու կարիք չկա եւ Հայաստանի Հանրապետություն ներմուծված բեռնափոխադրող ընկերությունների կողմից ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքները ստանալու համար քաղաքացիները արդեն ամբողջ ձևակերպումների ընթացքը կատարում են մեկ վայրում, այն մաքսային պահեստի ձևակերպման սպասարկման սրահում, որտեղ որ գտնվում է տվյալ ապրանքը։ Եվ այլևս կարիք չկա տարբեր վայրեր այցելել։ Սա ես ենթադրում եմ, որ հերթերի վրա մեծ ազդեցություն է ունեցել, ինչ փոփոխություններ է կրել հերթային այս գործընթացը, մարդիկ հիմա այլ հերթ չեն կանգնում կամ այս հերթերը թեթևացել են, որովհետև երբ որ փաստաթղթաշրջանառության հետ կապված գործառույթ է լինում, մենք անդադ տեսնում ենք, որ նախ սպասարկման մասնագետները հասկանալի է, որ չեն կարող լինել ամեն մեկի համար մի հոգի սպասարկման մասնագետ, այստեղ արդեն հերթեր են գոյանում, այս գործընթացում պիտի որ հերթերը թեթևացած լինեն։ Բնականաբար հերթերը կրճատվել են, նախ հերթերը վերացել են Իսակով 10 հասցեում գտնվող ձևակերպման սպասարկման սրահներում մեր, քանի որ այլևս ֆիզիկական անձին կարիք չեն ունենում այցելել ձևակերպման մաքսային սրահներ, այլ միայն մաքսային պահեստներում։ Այստեղ ընդհանրապես իրենց կրճատման ժամանակի եւ ռեսուրսների կրճատման հաշվին, որ այլևս չեն այցելում այլ վայրեր, մի վայրում է տեղի ունենում, եւ միևնույն է ֆիզիկական անձինք պետք է ժամանային տվյալ մաքսային պահեստներ իրենց ապրանքները փաստացի վերցնելու համար։ Միևնույն է այդ անձանց քանակը չի փոխվում, ընդհանրապես մաքսային պահեստներում նրանց գտնվելու ժամանակը փոքր-ինչ երկարում է, ընդհանրապես այդքանը։ Շատ հաճախ երբ որ մենք նորարարություն ենք բերում դաշտ, տարբեր ոլորտներում դա իրենից նախ մի փոքր անհարմարություն է պատճառում քաղաքացուն, որովհետև ինքը պիտի սովորի այդ գործընթացին, կապ չունի դա հեշտ է թե դժվար, դա ոնց որ ապացուցված փաստ է, քաղաքացին հեշտին էլ է բարդ սովորում, դժվարին էլ է բարդ սովորում, եւ ամենակարևորը մեր այդ մասնագետներին, ովքեր սպասարկում են ոլորտ, իրենց համար ինչ որ ռիսկեր է առաջացնում։ Արդյոք այստեղ կային ռիսկեր, որոնք առաջացան, թե գործընթացը հարթ գնում է։ Ինչպես նշեցիք, այո, ցանկացած փոփոխություն լինի դա լավ, միևնույն է, սկզբում ընկալվում է, բախման կերպով, բայց սա այն փոփոխությունն է, որ միայն դրական արդյունքների է բերել, դրական արձագանքների է բերել։ Ռիսկային առումով, այո, մենք աշխատում ենք ամեն տեսակի ռիսկերի առաջացման դեմ, հետևյալ դեպքում ռիսկերը նվազել են, ինչու, որովհետև ինչպես նշեցինք, մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը նախ այցելում էին ֆիզիկական անձինք
մաքսային ձևակերպման սրահներ, այնուհետև մաքսային պահեստ եւ այս դեպքում արդեն ձևակերպված ապրանքը, քանի որ ապրանքը փաստացի ձևակերպող տեսուչը չի տեսնում, այլ միայն փաստաթղթերով է ձևակերպման գործընթացը ընթանում, շատ ժամանակ կարող է անհամապատասխանելիություն լինել փաստացի ապրանքի տվյալների հետ։ Դրա համար արդեն մաքսային պահեստում մաքսային տեսուչը առնչվում էր փաստաթղթային եւ փաստացի տարբեր արդեն տվյալների հետ եւ առաջանում էր փոփոխման կարիք, իսկ այս պարագայում այդ ամեն ինչը վերացել է նրա արդյունքում, որ ձևակերպումը կատարում է մաքսային պահեստում գտնվող մաքսային տեսուչը եւ արդեն փաստացի ապրանքը տեսնելով է տեղի ունենում փաստաթղթային գործընթացը։ Այսինքն այստեղ ավելի թեթևացել է, արվում է մի հոգու կողմից, ավելի խնդիրներից խուսափելու, ավելի մարդուն այս կոմենկոմ տանելու մասով։ Այս նորարարությունը կարելի է համարել շոշափելի արդյունք, շոշափելի քայլ, ավելի թվայնացման եւ ավելի թափանցիկության դաշտ մտնելու տեսանկյունից։ Այո, միանշանակ նախ այս դեպքում նաև ֆիզիկական անձն է մասնակցում ձևակերպման գործընթացին այն առումով, որ ֆիզիկական անձի հետ միասին մաքսային տեսուչը ներս է մաքսային պահեստ, միասին արձանագրում են այն ինչ որ կա, փաստացի ձևակերպման գործընթացին եւ ամեն ինչը արդեն տեղի ունենում նաև ծրագրային այն կերպ, որ իրենք եւ մասնակցում են եւ այլևս այլ տեղեր գնալու ձևափոխման կարիք չի առաջանում։ Իսկ այս ամենին ինչպես են արձագանքում բեռնափոխադրող ընկերությունները իրենց մասով։ Միանշանակ լավ է ընկալվել եւ բեռնափոխադրող ընկերությունների կողմից եւ անխտիր բոլոր ֆիզիկական անձանց կողմից, միայն դրական արձագանքներ են, որովհետեւ նա ժամանակ եւ ռեսուրսներ են կրճատվել, վայրից վայր տեղափոխումներ այլևս չեն լինում։ Մենք քանի որ գնում ենք դեպի թվայնացման դարաշրջան կամ այդ դարաշրջանում ենք ապրում, մեր ամենօրյա գործառույթները կապված են ավելի հեշտանալու հետ, այսինքն մեր կյանք է մտնում արհեստական բանականությունը, թվեր, այդ միշտ թվերի արանքում ենք մենք, արդյոք կգա ինչ-որ մի ժամանակ կամ բեկը ունի տեսլական ավելի թվայնացնելու եւ բացառելու օրինակ ֆիզիկական անձի դեպի արդեն չգիտեմ պահեստ են ասում, պահեստներում կամ մաքսային կետերում լինելու խնդիրը, իսկ ամեն ինչ թվայնացման դաշտում տեղի ունենա։ Քանի որ մաքսային բարեփոխումները շարունակական բնույթ են կրում եւ այժմ իրավաբանական անձինք այլևս չեն այցելում մաքսային սպասարկման սրահներ, այլ մեծացման շնորհիվ ուղղակի գալիս են բաստողումից հետո ապրանքները մաքսային պահեստից վերցնում են։ Հիմա առայժմ ֆիզիկական անձինք են, որ մոտենում են ձևակերպման սրահներ, փաստաթղթային ձևակերպումը եւ ապրանքի փաստացի վերցնելը կատարում է մեկ սրահից։ Հետագայում գուցե դիտարկվի նաեւ ֆիզիկական անձանց այցելությունը արդեն եւս։ Մաքսային պահեստներում առայժմ, քանի որ բեռը ստանալու վայրն է, առայժմ ֆիզիկական անձինք պիտի այցելեն վերցնելու իրենց ապրանքը։ Ես նաև կցանկանայի նշել մեր բարեփոխումների արդյունքում ինչ կրճատումներ են ժամանակի տեղի ունեցել, եթե մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը այդ ամբողջ գործընթացը ֆիզիկական անձանց իրենց ապրանքը փաստացի արդեն վերցնելու տնօրինելու պահի համար կատարվող աշխատանքների տևողությունը ենթադրենք մենք քանի որ ունենք 120 րոպե սահմանաչափ ժամանակի, այդ ամենը 40%-ն ենք կարողանում բավարարել, հաճախ հաջորդ օրներ ֆիզանձը մոտենում արդեն ապրանքը վերցնելու, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից հետո արդեն մենք հասել ենք մինչև 99% արդյունքի։ Եկեք քանի որ մենք ժամանակ ունենք քննարկելու, փոքր օրինակի վրա քննարկենք, թե մարդը ինչպես է ապրանք օրինակ պատվիրում ինչ-որ տեղից ու այս գործընթացը ոնց իրականացում քաղաքացին ով ֆիզիկական անձն է, ինչպես պիտի մոտենա եւ ինչ գործընթացով անցնի, ավելի պարզ մարդկանց բացատրենք։ Ֆիզիկական անձը ցանկացած բեռնափոխադրող ընկերության հետ համագործակցելով պատվիրում է իրեն անհրաժեշտ անձնական ապրանքներ։ Արդեն ապրանքների փաստաթղթերում լրացված տեսքից մաքսային տեսուչները կազմում են տպավորություն, տվյալ ապրանքը արդյոք պատկանում է անձնական օգտագործման համար, կան ապրանքներ, որոնք չեն ենթարկում անձնական օգտագործման ապրանքների ցանկին, կախված ապրանքների քանակից նաև արդեն դիտարկվում է նրանց ինչ արտոնություն տալ, թե ոչ, որովհետև արտոնությունը տրվում է նախ 31 կիլոգրամ եւ 200 եվրոյի շրջանակներում, այնուհետև մոտենում է ֆիզիկական անձը
տվյալ մաքսային պահեստ, իր անձնական փաստաթղթերը արդեն նայելով, համադրելով, տեղեկացնելով, որ ինչ ապրանք է ինքը միասին զննելով մաքսային տեսուչի հետ, կայսեն եզրակացության տրվում է արտոնություն, եթե տրվում է, այլևս գումար գանձելու կարիք չի լինում, իսկ եթե արտոնությունից զատ որոշակի առաջացել է տարբերություն, ամեն կիլոգրամի համար 2 եվրո կամ ամբողջ ընդհանուր գումարից եթե գանձում է կատարում, 200 եվրոյի տարբերությունից 15%-ն է գանձում, համաձայնեցվում է ֆիզիկական անձի հետ, ինքը համաձայն է այդ պայմանների հետ, այնուհետև արդեն բաստողումը կատարվում է, ապրանքը տարվում։ Շնորհակալ եմ շատ։ Շնորհակալություն ձեզ։ Իսկ ես հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Պաշտոնականից դուրսը, որը մենք իրականացնում ենք Պետական եկամուտների կոմիտեի հետ, տաղավարում աշխատեց Ալբերտ Ավետիսյանը, իսկ իմ այսօրվա հյուրն էր Պետական եկամուտների կոմիտեի արտաքին տնտեսական գործունեության, մաքսային սպասարկման և հսկողության վարչության, մաքսային գործառույթների սպասարկման թիվ 5 բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Նարինե Մալաքյանը։ Կհանդիպենք։